Բարեբախտաբար ես ամեն ինչը չտեսան այս պազորը։ Լիլիթ Սադոյան, շատ հաճելի արտաքինով մի աղջիկ, բոլոր ապօրինությունները, խուլիգանություն, մասնագիտական հուդայությունները կատարվեցին։ Վարչական դատարան փետրվար ամիսն էր։ Այս տարի ու կես մեզ ֆռռցնելուց հետո մեր թատրոնի մեզնից գողացած թատրոնը ավիրել են մենք։ Գնալու ենք միջև եվրոպական դատարան, իրանք ես զարմանում եմ, ոնց են եռագույնի տակ նստում։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել են Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանին։ Բարև ձեզ, պարոն Սահակյան, շնորհակալ ենք մեր զրույցի հրավերը ընդունելու համար։ Պարոն Սահակյան, մինչ թատրոնի խնդիրներին անդրադառնալը, կխնդրեմ անդրադառնաք Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, որ պետք է ժողովուրդը դուրս գա եւ պայքարի վեհապարի դեմ։ Դուք ինչ կասեք որպես քաղաքացի եւ որպես մշակութային։ Այս ձեր նշած անձով է, ինչացու է։ Երկրի վարչապետն է նման հայտարարություններ անում։ Որը երկրի։ Մեր Հայաստանի Հանրապետության։ Չէ, դες թվում է։ Մեզ խափել են։ Դե ամեն դեպքում այդպես է ներկայանում։ Այդ կառավարություն, բան, այդ իր այդ չկա, այդ ամեն ինչ չկա։ Այս ամեն ինչը լրտես երկրի մի երրորդ երկրի, ես ենթադրում եմ, որ եթե պայքարը քրիստոնեության դեմ է, ապա հավանաբար ոչ քրիստոնյա երկրի, որպեսզի մեր կողք կան, մի երկուսը գիտեք այդ իրենց բաներն են, իրենց սա բանուգործը թողած, գինի խմած, ամեն ինչը մեկնաբանության խնդիր չկա այստեղ, հասկանալի է ամեն ինչ եւ ժողովուրդը պիտի դուրս գա, այո, բայց բոլորովին այլ նպատակներով եւ բոլորովին այլ մարդու դեմ պայքարելու մարդկանց դեմ պայքարելու ոչ մի տարօրինակ բան չկա։ Ձեզ դեռ ինչ-որ բան զարմացնում է Ղարաբաղի վաճառքից եւ դավաճանությունից հետո։ Ինչքան կարանք զարմանանք։ Ես ամեն ինչ անում եմ, որ այդ անունները հանգարց չլսեմ օրվա ընթացքում։ Բայց տեսեք ստիպված եմ, ես երկրում եմ ապրում, ցավալիորեն։ Բայց եթե նրան ամեն դեպքում մի կողմ թողնենք, նա խոսում է այն մասին, որ եկեղեցում մանկապղծություններ են տեղի ունեցել, Աննա Հակոբյանը այդ մասին նշեց եւ որ սրբազաններին է մեղադրում, ասում է իրենց կուսակրոնության ուխտը չեն պահում։ Նորից ինձ համար տհաճ անուններ եք տալի, էլի։ Լսելու բան չկա։ Այդ վատա նրանց համար, ովքեր որ լսում են։ Հիմա դուք էլ այնպես արեցիք, որ ես լսեցի։ Դա վատա լսողի համար, վատա անդրադառնում նրա առողջական վիճակի վրա։ Իսկապես եմ ասում։ Այս շարունակվում է 18 թվից այդ թուրքական հեղափոխությունից հետո, սա շարունակվում է վաղուց, էլ ինչի վրա եք զարմանում, ասում եմ 120,000 հոգի սարքեցին գաղթական, մի հատ ճշմարիտ խոսք ասեք, մի հատ ասեք, ես ասեմ, օքեյ, իմաստուն այդ խոսքերը լսել, մի հատ ճշմարիտ խոսում։ Եվ այս հարցը ամփոփելով, ինչ կասեք, այս վերջին 7 տարիները ինչ տվեցին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Անկում, խայտառակություն։ Ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ այն գնացածները թե հարազատ կլինի, թե ընկեր կլինի։ Բարեբախտաբար ես ամեն ինչը չտեսան այս պազորը, ես ռուսերեն դիտմամբ եմ ասում։ Մի այն դա, ես չգիտեմ, ես ամեն դեպքում ես, ոնց ասեմ դες, չեմ կարող սա չնկատել, չեմ կարող չմտահոգվել իմ երկրով, այն երկրով, որ ես ամենաշատն եմ սիրում աշխարհում, ես չեմ կարող չմահալ, բայց լիքը այլ կերպ ապրող կա, ոչ մի բան չի եղել, ոչինչ իրանց չի հետաքրքրում։ Ես չեմ ասում պարկենք մեռնենք, ուղղակի, գիտեք, нет до этого. Не до հաստատ, не до этого, էլի։ Դրա համար միայն խայտառակություն, նվաստացում եւ այսպիսի հոմանիշների շարք ավելացրեք։ Անդրադառնան Գոյ թատրոնի խնդիրներին, ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում թատրոնին եւ դատարանը ինչ վճիռ է կայացրել, խնդրեմ։ Նույն գոյանքներն են ասում, թե ոնց են ասում, չգիտեմ։ Նրանք ինչ-որ բան որոշել են։ Մենք դիմեցինք դատարան եւ այս ամսի 6-ին հրապարակվեց ուրեմն որոշումը, որ նրանք չեն կարծում, որ մենք
որպես ոնց են ասում նրան, ես տերմինները միջև մեջ չեմ սովորում, չեմ էլ ուզում սովորել առանձնապես դատական տերմինները, որ մենք սխալ ենք, որ դիմում ենք, որ բան, այսինքն 34 կամ 3 հոգի աշխատանքից չկնքեցինք պայմանագիրը, ոչ ոք չկնքեց Սունդուկյանի հետ պայմանագիր։ Այդ մարդիկ մնացին առանց աշխատանքի, առանց, ինչ որ մարդիկ ապրում էին այդ աշխատավարձով, առանց այդ աշխատավարձի, այդքան մարդը ինքը իր օջախի համար, որ ստեղծված է, իրանք իրավասու չեն դիմելու և իրանք չեն հանդիսանում, չգիտեմ ինչ որ բաներ։ Լիլիթ Սադոյան, շատ հաճելի արտաքինով մի աղջիկ, որը որ իրա մեղքով ինքը վարչական դատարանից ուղարկեց քաղաքացիական, իսկ վարչականում իրավունք չկա որևէ գործողություն անել, մինչև դատը չավարտվի։ Ինքը վարչականից ուղարկեց քաղաքացիական, որպեսզի քաղաքացիական, թե սա իմ գործը չի, քաղաքացիականը չի ընդունել, ուղարկել է վերաքննիչը նորից հասցեագրել է վարչական դատարան։ Հիմա այդ ընթացքում բոլոր ապօրինությունները, խուլիգանությունները, մասնագիտական հուդայությունները կատարվեցին, իրանց անունը դա է, լավագույն դեպքում։ Տնօրենին փոխեցին, փաստաբանից հրաժարվեցին, հետո մենք նորից մեր բանը տվեցինք, պետական ռեգիստր դիմեցին, վճարովի արագացրած կարգով հանեցին գոյը հաշվառումից, մեր հաշիվները փակեցին, նոր որոշում եղավ վերաքննիչի, որ հետ տվեք վարչական դատարան։ Վարչական դատարան փետրվար ամիսն էր։ Այս տարի ու կես մեզ ֆռռացնելուց հետո նախ ինքը շատ գիտեք ոնց էր, մենք մի անգամ դիմեցինք, որ ինքը հրաժարվի այս գործից, որտեղ ինքը ակնհայտորեն հուշում էր հակառակ կողմին, ինչ որ բաներ էր ասում, բա դուք ինձ թուղթ չեք բերել, բա դուք մոռացաք այս բանը ասեք, սենց ասացինք հրաժարվի այս գործից, մերժեց, չէ, ես չեմ հրաժարվի, ինչն էր փրկում, եթե այսպես որոշում պիտի կայացներ։ Հիմա կայացրեց այս խայտառակ որոշումը, անպայման գործը գնում է վճռաբեկ, պատրաստվում արդեն դիմումը, մենք անպայման ասուլիսով հանդես կգանք եւ կասենք մեր Ձեր հայցը փաստորեն մերժել են։ Հայցը մերժել են, որ մենք իրավունք չունենք մեր թատրոնի մեզնից գողացած թատրոնը ավիրել են։ Այն ինչ որ կա թատրոնում դեկորացիան բան հայտնի չի ուրա, իսկ այդ ամենը անձնական լիքը մեջը անձնական պատկանելիության իրեր կան։ Այսինքն ձեզանից վերցրել են այդ իրերը։ Մեր դուռը փակել են, մենք չենք կարողանում մտնել այդտեղ։ Ու մեր ամբողջ գույքը այդտեղ է։ Չէ կատարվում թատրոնի ներսում։ Տեղյակ եմ, որ քանդել են դահլիճը, մեր դահլիճը քանդել են։ Այդ Սունդուկյանի տնօրենություն կոչվածը, որոնց միացել է նաև այն տնօրենը, որը մեր իսկական տնօրենին հանեցին, նրան նշանակեցին։ Այդ դրանք, այդ շայկան ավիրել են դահլիճը։ Հիմա դեն չգիտեմ ինչա կատարում Սունդուկյան թատրոնը, այսօրվա Սունդուկյան թատրոնը, դա շենք է, որտեղ երբեմն խաղում է Սունդուկյան թատրոնը, ընդամենը։ Նա անընդհատ արենդայի տակ է, եւ առհասարակ բոլոր հիմա այդ շինությունները օգտագործվում են այդպես։ Շատ դրեք, արագ դրեք, որակը կապ չունի, փող բերեք, փողը չպակասի, պարգևաճառերի փողը չպակասի։ Արցախի վաճառքից հետո թատրոնի մասին խոսելը ես հասկանում եմ, որ այնքան մանր բան է։ Բայց սա մեր բնակավարն է, ես գնալու եմ, մենք գնալու ենք միջև եվրոպական դատարան, անպայման հաղթելու ենք եւ սոսկալի պատժելու ենք, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, պարոնայք, այնց որ զգոն եղեք, պատրաստ եղեք, պատասխանեք հեռախոսազանգերին եւ այլն։ Պարոն Սահակյան, իհարկե Արցախի հանձնումից հետո գուցե փոքր խնդիր է թվում, բայց ամեն դեպքում թատրոնը մշտապես ազգային դիմագիծն է ներկայացրել ժողովրդի հանրությանը եւ վերադառնում եք այդ հարցին, որ ազգի։ Մեր ազգի հայ ժողովրդին։ Հիմա այն փակողներից ինչ եք ուզում։ Նրանցից ծիճուներից մեկի մականունը թուրք է։ Մականունը թուրք է։ Ինչ ենք ուզում։ Այդ ուրիշ ազգ է։ Այլ ազգություն է։ Նու չգիտեմ ինչ ազգություն է, բայց այլ հասկանում եք դրա համար ազգային իրանց համար թշնամի բառը
հայկական, թշնամի բառը իրենց համար, իրանք ես զարմանում եմ ոնց են եռագույնի տակ նստում։ Եվ պարոն Սահակյան, ինչպես պայքարել, նրանք էլ վստահություն են հայտնում, որ 2026 թվականին վերընտրվելու են։ Գիտեք ոնց, ինչպես պայքարել, ես ամբողջ կյանքը զբաղվել եմ թատրոնով։ Լիքը մարդ կա, որ այդ պայքարի ձևերը եւ կիրառել են, եւ գիտեն ոնց են պայքարում։ Ես չեմ հասկանում այս անընդհատ ժողովրդին երասնելն ու այդ գոլոշին բարձ թողնելը։ Ես չեմ հասկանում, միթե բոլորը միասին են։ Միթե բոլորը ատում են Հայաստան, այդ ես չեմ հասկանում։ Այդ ձեր ասածը, որ 26 թվին ինչ-որ հույսեր կա, այդ դրա արդյունքը, ես չգիտեմ, շատ չեն գիտեք, մի ընդհանուր վերցած լավ մի 2000-3000 հոգի թող լինեն։ Ու 2.5 միլիոն ժողովրդին դրա այսպես քթից ստանում են։ Չեմ հասկանում, ոչ հիմա Բայց վերջնակետը տեսնում եք, վերջնակետը որտեղ է։ Ես վերջնակետը վաղուց էի տեսնում, տարօրինակ է, որ ուրիշները չեն տեսնում այդ վերջնակետը։ Ես իհարկե վաղուց էի տեսնում, բայց ես տեսնում եմ, նորից եմ կրկնում, այս ամենը այդ պայքարը շատ նման է, ոնց որ երրասնես, հետո կափարիչը բացես, որ այդ գոլորշին բանանի հանդարտվի ու այդ ինչքան կարա խապվի այդ այն մարդիկ, ովքեր որ դուրս են գալի, հասկանում եք, դրա համար էլ հիմա այդ տոտալ անընդունելությունը կա, որ չէ, ես մի անգամ նրան հետևից գնացի սենց եղել, ես մի անգամ սրա հետևից ինչքան եւ վերջո էլ եմ ասում, նրանք մասնագետներն են այդ ամեն ինչի, նրանք օրինակներ ունեն, օրինակ ես չեմ կարող հասկանամ ինչի նախկին նախագահները ունեն պահպանություն պետական, այդ ինչի, մարդը էլի, պրծավ, աշխատեց, եկավ, ծառայեց, պրծավ, գնաց, հիմա էլ ինչ ախրանան ինչի համար, ուրեմն ինչ-որ բան կա, ուրեմն ինչ-որ ընդհանրություն կա, ուրեմն ես ընդամենը տրավանդանում եմ, դրա համար, չգիտեմ, վերջը կարա երևա շատ պատերազմից հետո վերջն էր, պատերազմի ամսի 10-ին դա վերջը պիտի լիներ, ես ուղղակի չեմ կարող հասկանամ ինչ արեցին մեզ, եւ գիտեք ինչ կա, եթե նույնիսկ հիմա կան այն մարդիկ, որ այդուհանդերձ ինչ-որ հույսեր են տածում, ինչից ելնելով, վիրավորական չի անընդհատ խաբվելը, անընդհատ, պարբերաբար, ընդ որում ամենաքստմնելի պատճառաբանություններով, բացատրություններով ու անընդհատ հալալ է ժողովրդին, այսենց հավատավոր լինելու համար, ուղղակի պիտի ընտրենում են հավատում, հասկանում եք, այդ ես չեմ կարող հասկանամ, այսքան միամիտ կլինի, չէ, սա խելացի ժողովուրդ է, սա լիքը աշխարհին մարդիկ տված ժողովուրդ է, չեմ կարծում, որ միամտությունը մեր ամենամեծ հատկանիշն է, ուղղակի նու կամ գնվում են, կամ չգիտեմ, ինչ ասեմ։ Պարոն Սահակյան, ձեր խոսքում նշեցիք, որ Գոյ թատրոնին պատկանող շենքը քանդելու են, դուք տեղեկություն ունեք, թե ինչ նպատակի է ծառայելու։ Գոյ թատրոնը մի հատված Սունդուկյանի թատրոնի 4-րդ հարկում, այդ տարածքը դահլիճը, մենք ունենք այսպիսի ամֆիթատրոն, այդ դահլիճը քանդել են արդեն։ Այդ ինչի համար էր դա արած, նախ որ լավ երևա, ափի մեջ երևա, եւ երկրորդը, որպեսզի մենք դեկորի պահելու տեղ չունենք, շատ փոքր էր այդ տարածքը, որպեսզի այդ դեկորները մենք կարողանանք տեղավորենք ներկայացումներ 10, 12, 13 անուն ներկայացում, տարուց ավելի չի խաղացվում, հասկանում եք ոնց որ ամեն ինչը շուրջը, այդ վերացվեց, դրանից առաջ վերացվեց կամերայի երաժշտական թատրոնը, դրանից առաջ վերացվեց խորեոգրաֆիայի թատրոնը, որը դատահաղթվել է ու պիտի պետությունից գա իրան կոմպենսացիա, բայց ասում են փող չունենք։ Հասկանում եք, այ սենց Եվրոդատարանում Սունդուկյանից մի փաստաբան, որը ապօրինի էր հեռացվի աշխատանքից։ Այն որոշման պիտի վերականգնվի եւ նրան կոմպենսացիան պիտի մուծվի։ Կոմպենսացիա մուծվելը չի վերականգնել, ասելա մենք էլ այդպես բաժին չունենք։ Բաժինը դառնա դեպարտամենտ, հասկանում եք, իրանց
շատ ասազում իրանց այդ բառերը, փայլում այդ բառերը իրանք ու շատ դեպարտամենտ ենթանենք այն մշակույթի անլվակինը, այս ինչ որ կա, հասկանում եք, դրանք հանգարց հայտնաբերեցին, որ կոստյում կա, փողկապ կա, ահա որը, ես դրա համար ձեզ եմ խորհուրդ տալ, թե ձեր բնակավարը սա է, ուղղակի մարդ կարող է ցնդի, ես դրա համար հեռու այդ ամեն ինչից, հեռու այդ անուններից մինչև Իսկ թատրոնի դերասանները հիմա ինչով են զբաղված, որովհետև ով չէ, այնպես չի որ մարդկա որ պարապա պատրաստվում է, այո։ Որտեղ դա է մեր տեղը։ Մենք ազգային, մենք Սունդուկյանի բեմ բարձրանալ։ Բնականաբար ոչ։ Եվ հետո մենք չենք փախե Սունդուկյանի բեմից, եթե առաջարկ լիներ, որպես համատեղելի, բայց այս հուդաների ղեկավարությամբ Սունդուկյանը ես ասում դա շենք է, որտեղ երբեմն խաղում է Սունդուկյան թատրոնը։ Ես չեմ ուզում հիմա ասեմ ինչերը արվելու, բայց ամեն ինչի պատրաստ եղեք, որովհետև ձեր արարքը գնացեք ու ուզում եք հարցրեք, որ բնակավարեցել լինի, ոչ մի արդարացում չունի։ Ձեր դեմ սկսվում է պատերազմ։ Ընդ որում նրանք ովքեր որ լռում են, լռությունը համաձայնության նշանակ պարոնայք եւ ձեր համաձայնությամբ այդ ամեն ինչը արվում։ Դուք եք մթոմ գոլեգա եք։ Որտե՞ց։ Ինչ գոլեգա։ Ինչի մասին է։ Ոնց է բաններ գրում։ Այդ կինը հարգելի գործընկերներ, այ աղջիկ ջան, այ դուք Սորոսն եք քո գործընկերը, Սորոսականները, քո շեֆերը, քո ռուբոները, քուբաները։ Դու ինչ գոլեգա։ Դու ոնց կարող ես գոլեգա լինես։ Դու թշնամի ես։ Դու թշնամի ես։ Ես ասում եմ որպես այդ բնակավարի մարդ քեզ։ Եվ պայքարը կա էլի տարբերակներ կա մտածել ենք, դες չի որ քնած ենք։ Ներողություն մոնոլոգի համար։ Այո, պարոն Սահակյան, մենք հենց ձեր գործընկերներին կուզենայինք անդրադառնալ, ինչ ունենք նրանց ասելու, քանի որ մենք հիշում ենք, որ Գոյ թատրոնի դերասանները երբ նստածույց էին անում, կներեք, բայց շատ քչերն էին ձեզ մոտ կանգնած եւ հետո մենք տեսանք, որ այդ անտարբերությունը ձեր գործընկերների շղթա տվեց մյուս թատրոններին։ Ինչ նպատակով է սա արվում, ինչու են այսօր կոտրելու նույն կաթողիկոսի, նույն հավատը, նույն հայությունը, նույն կոտրելու, վերջնականապես փչացնելու։ Իսկ ձեր գործընկերները ինչու լռեցին։ Ուրեմն գործընկեր չեն։ Գործընկերը, որը ես ասում եմ Հաջողվում են այդ կոտրման։ Չէ, մարդ մենք շատ լավ ընկերներ ունենք, բայց այն նրանք էլ թվում էին թե ընկեր են, թե բան են, սրտացավ են, բայց տեսեք իրականությունը այլ է։ Անպայման, դե գիտեք ոնց է, ես չեմ ցանկանում այդ բանը, բայց իրանց գլխին է գալու։ Մարդկա հիմարությունները խոսում ես նրա հետ այնպեսի բան ապատահի կյանքում դրանից առաջ, որ ինքը պիտի եզրակացություն արած լիներ, բայց չի արել, բայց ես չեմ էլ արտահայտվի իր մասին, ուղղակի ինձ համար վաղուց պարզ էր իր էությունը եւ մնացածի էությունը, հասկանում եք, կոտրելու, խեղճացնելու, օթերը փակելու հայերեն ասած։ Հիմա նույնիսկ ներկայացումների մեծ դժվարությունն է բեմի խնդիրը։ Ուղղակի հրահանգակալի բեմ չտար եւ վերջ։ Այնպես որ, բայց դե կապրենք կտեսնենք ամեն բան նորից եմ կրկնում վերջ ունի ու ես գիտեմ որ դուք պատկերացնում եք ձեր վերջը ուղղակի հիշեք այդ վերջի մասին իրանք շատ լավ պատկերացնում են բոլորը ուղղակի երբեմն հիշեք կյանքը վաղը չի ավարտվում Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էր։